Հարգելի ներկաներ, քիրքը, որ պիտի ներկայացնեմ, Վեմ Հանտեսի մատենաշարի 10-րդ հատորն է։ Վեմը Հայաստանի մեջ հրատարակվող հայեղափոխական դաշնակցության դեսական օրգանն է, դարին 4 թիվ լույս կտեսնի եւ ընդհանրապես համահայկական նկարագիր ունի եւ շատ հարկված հրատարակություն ունի։ Քիրքին բարունակությունը 213 էջ է, անոր մեջ նաև կան անձնանուններու եւ դեղանուններու ցանկեր, եւ կբարունակի 63 նամակներ, ուրեմն 1897-ին մինչև 1903։ Ռուբեն Զարդարյանը հայտնի անուն է։ Ժամանակ առաջ, ասկե 25-30 տարի առաջ դեռևս, մեր շատ մցերնակներուն Ռուբեն Զարդարյանի կորզերեն արտասանություններ գլային, կամպը գարդասանվեր, Թաքինին պարապանությունը գարդասանվեր, մենք վարեցինք խարույգը եւ այլն։ Եվ այդ տեսակետեն իբրև քրող հանրազանոթ անձնավորություն մներ։ Ուսուցիչ եղած է Խարփերթի մեջ, հետաքային խմբակիր եղած է եւ այս բոլորի մասին, իր կորզնեության մասին, ինչպես քիչ առաջ ասվեցավ, Գարո Հովհաննեսյան շատ ընդարձակ հարաճապան մկրած է, 27 հարաճապան մնե, որ գլուսապան է Ռուբեն Զարդարյանի ամբողջ կորզնեությունը մինչև 1915 թվական։ Ռուբեն Զարդարյան ծնած է եւ սկիզբը կորզած Խարփերթի մեջ, այնտեղ ուսում արած է, այնտեղ գրթություն ստացած է եւ հավանաբար հասուն տարիքին դարձած է նաեւ հնչակյան գուսակցության անդամ։ Հնչակյան գուսակցությունը Խարփերթի մեջ վարչություն ունեցած է, բայց 1895-ի թեփքերուն արիթով եւ որ այդ վարչությունը ուզած է ինչ-որ կորզնեություն ունենալ եւ ադորամալ թիմած է գետրոն, հնչակյաններու գետրոն, գտվի, որտեղ նամակներն այդպես ուրեմն գասկսվի, որ գետրոնեն արցականք չէ եղած։ Գուսակցության գետրոնացիալ թրությունը թույլ չէ տված, որ այնտեղ իրեն կարողանան կորս բռնել։ Ուրեմն թշկոհ եղած են եւ որ 1896-97 թվականներուն Հյուսիսային Ամերիկային հատուկ առաքելությամբ Խարփերթ եկած է Լևոն Սալման անունով կորզիչը։ Լևոն Սալմանը այդ կորզիչին ծածկանունն է իրականության մեջ, իր փունանունը Հարություն Մանգունի է։ Լևոն Սալմանը հիմա չեն գալ գիտեր, որ իրապես Լևոն Սալմանը որուն կողմ է ղրգված է, ինչպես ղրգված է, գրնաբադայել, որ ինքն ալ Խարփերթի մներ արդեն, Հյուսիսային Ամերիկա կացած, որովհետև Խարփերթեն հսկա թիվով քաղաքականներ կային Հյուսիսային Ամերիկայի մեջ։ Նամակները մեկու մեջ կգարտանք, որ առնվազն 15,000 երդասարդ եւ մարդ բանի մեջ Խարփերթեն կացած են այնտեղ աշխատելու։ Լևոն Սալմանը գերեւի բացադրած է, փորձած է բացադրել, որ ինչպես բանի մեջ ճաշնակցությունը կաշխատի եւ ուրեմն ադոր հիման վրա հնչակյան վարչությունը ամբողջ գազմով դարձած է հայեղափոխական ճաշնակցության Խարփերթի գետրոնական կոմիտե։ Ուրեմն թողել հնչակյան գուսակցություն եւ ընդունել ճաշնակցության ծրագիրը եւ խաղապարը, այն խաղապարը, որ միայն բանավոր ստացած են, որովհետեւ բանը չունին, որովհետեւ առաջին նամակներում մեջ արդեն իրենք խոսին, որ պետք է որ մեզի քրագանություն ուղարկվի, թերթ ուղարկվի, թրոշակ ստանանք, ծրագիր ստանանք, կորզնեության բանի մեջ ուղեցույց ստանանք, այդ բոլորը չկան, բայց իրենք այն համոզում ունեցած են, որ
Սալմանը քանի որ ասած է որ տաշնակցության կորզնեության եղանակը աբագետրոն է եւ դուք կրնակ այստեղ բարձրապես զրակրին վրա հիմնվելով աբագետրոն գերբով աշխատել եւ նախաձեռնություններ բանի մեջ կատարել ադիգաս երևույթին խանդավառած է այդ վարչությունը եւ որոնք բանի մեջ որթեգրած են հայեղապահական տաշնակցության զրակիրը եւ խաղապարը հետաքային շրջակա շրջաններու, մոտակա շրջաններու գազագերբման կարելիություններ նաև ստեղծված են։ Դիքրահագերտ, Արաբկիր, Մարաթիա եւ նույնիսկ ավելի հեռուները։ Հնչակյան գուսակցության գետրոնացման քեշ արդյունքը, ուրեմն նկարագրելով նամակի մեջ, իրենք կսեն, որ ապագեցրացման թրություն ու արաբելություններ ունի եւ թե այսօր Հայաստանի մեջ ընդհանուր գազագերբության խնդիրը շատ հարադապ կերպով անմիջական բավարարություն կպահանջի։ Առաջին հարաբերությունները Ամերիկայի հետ են։ Սալմանը Ամերիկային եկած է, Ամերիկայի հասցեն ունին, ուրիշ հասցեն չունին, Ամերիկայի հետ կգապին։ Հիմա ասիկա նաև տաշնակցական շրջաններու հարաբերության մեկ դարօրինակ բան է եղանակն է, այսօր կներում մեզ դարօրինակ տվել, բայց այն օրվա պայմանները նկատի ունենալով եւ որ նամակները կփածվեին, կգարտացվեին եւ նաեւ զորավոր քրակնություն գոյություն ուներ, առասարակ ուղիղ գերբով գետրոնի հետ հարաբերություն հաստատելու շատ հնարավորություն չկար։ Եվ ուրեմն պետք է խարփերթեն մինչև Ամերիկա գրեն, որբեսի Ամերիկային պանդիկա փոխանցեն Ժնև եւ Ժնևի գետրոնը արեմուդյան բյուրոն կարողանա այդ նամակները ստանալով անմեջ ընթացք տալ ընկերներու հարցերուն, խնդիրներուն եւ այլն եւ ուղղություն տալ։ Ուրեմն սկիզբը Ամերիկայի հետ է։ 2 դեկտեմբեր 1897-ին սկսյալ արեմուդյան բյուրոն կամ Թրոշակի խմբակրությունը, որտեղ իրենք ընդհանրապես խմբակրադուն գսեն, խմբակրադունին նամակ կգրեն, գխրեն եւ միաժամանակ նաև անոնցում է գբահանչեն, որ իրենց հասցեներ գրգվին, որպեսզի կարողանան ուղղակի գաբի մեջ մտնել ուրիշ շրջաններու հետ եւ մեջ գիտնան թե ինչպես միասնապար կորս պիտի կազմակերպեն, կորս պիտինեն, Բոլիս, Դրաբիզոն, Գարին նույնիսկ, Երիզա, Երզնգա, այս բոլոր անունները մեկ մյուսին ետևեն նամակներու մեջ կհիշվին եւ որոնց համար բանջ կա որ ասոնց հետ պետք է հարաբերության մեջ մտնել։ Հետաքային այդ հարաբերությունները բնականաբար պիտի հաստատվին։ Ուրեմն առաջին նամակներեն մեկը, որ ուրեմն Ռուբեն Զարդարյանը գրած է իբրև այդ գետրոնական կոմիտեի, որուն անունը Ավար Ավեր է։ Ավար Ավեր։ Ավար Ավերի գետրոնական ուրեմն կոմիտեի կողմէ գրված ուրեմն նամակը գերեւի Թրոշակի խմբակրությունը նկատած է որ այս քրողը, այս քարտուղարը ադենաթբիրը բանին այդ վարչության քրող մարդ է, որովհետեւ նամակը բան ունի, լավ ոճ ունի, քեղեցիկ գրված է, աղբոր նամակ է եւ արդեն հրադարակած են Թրոշակի մեջ։ Ուրեմն Թրոշակի 1897 թվականի հոկտեմբեր 14 թվակիր բանի մեջ TV մեջ Հայաստանեն ցայմը խորակրով եւ բանի մեջ Փարագիզի մեջ նամակ խարբերտեն առաջին նամակը ուրեմն լույս տեսած է ինքը հոդված չէ նամակ է բայց այս սովորությունը կար որովհետեւ դերեկագրելու համար երբ որ նամակներ կգրեին այդ նամակներն քաղերով ընդհանրապես այդ նամակները հարմարցնելով կդբեին նաև Թրոշակի մեջ, որբեսի նաև այդ միջոցով ուրիշ շրջանները այս կամ այն շրջանի կորզնեության մասին դերեկություն ունենային։ Հիմա առաջին նամակներու մեջ ամիջապես արդեն գտնվի կորզիչի մոբանջկը։ Կորզիչ մուգուզեն փորձարու մեկը լա, տաշնակցության ծրագիրը կիցող մեկը լա, տաշնակցության կորզնեության եղանակը լավ իմացող մեկը լա, նաև տաշնակցության գազագերբական բանի մեջ գարույցին ծանոթ մեկը լա, որբեսի երդասարտությունը կարելի լա գազագերբել։ Եվ իրենց ուրեմն ընդրությունը գերտա դեղիակ եղած են, քիծած են, որ բանի մեջ Ամերիկա
գտնվի ընկերը Մելիքանունով, որ Հովանես Յուսուֆյանն է, նշանավոր Հովանես Յուսուֆյանը, որ կորզած է Բոլսո մեջ, կորզած է Ամերիկայի մեջ, մեր մեծ կորզիչներ են մեկն այն ժամանակ, եւ ուրեմն գուզեն Մելիքին հրավեր ուղղել։ Մելիքը պետք է կա խարփերտ, որբեսի բանի մեջ աստեղ խարփերտը գազմագերբե, եւ ասիկա շատ հրամայական անհրաժեշտություն է, չափազանց կարևոր է։ Մելիքը պիտի չկա ճշմարտաբար։ Սկիզբը գսեմ, որ Մելիքը վադարող չէ, ադորամալ դժվարություն ունի քալու, հետո վերջիվերջո կհասկացնեն, որ տեսեք Մելիքեն հրաժարեցեք, Մելիքը չգրնարկալ, Մելիքին ուրիշ բարդագանություններ դրված են, եւ քանի որ ուրիշ բարդագանություններ ունի, այդ բարդագանությունները պետք է գալարե, նախաբատություն օնգերտա, դուք ուրիշ բանի մասին մտածեք, հետո նաեւ այդ նամակներեն թադելով, այդ կորզնեության ուրեմն թափեն, եղանակեն բանի մեջ նաեւ թադելով, Ժնևի մեջ կմտածեմ, որ ասոնք կորզիչի ինչու պետք պիտի ունենան, իրենք ալ կգնան այդ կորզը անել, իրենք ալ ի վիճակի են, ոչ միայն խարփերտի մեջ կգնան անել, այլ նաեւ խարփերտեն դուրս նաեւ մոդագա շրջաններում մեջ, ուրիշ շրջաններում մեջ ալ կգնան անել, բամը որ հետաքային իրաբեսալ պիտի դեղ ունենա, որովհետև այդ գաբերը պիտի հաստատվին եւ նաեւ խարփերտեն դուրս նաեւ կորզնեություն պիտի ունենան։ Գուսակցական բոլոր կորզիչները այդ տարիներուն պետք է որ ծածկույթ պաշտոն ունենային, կորսը պետք է ունենային։ Այդ կորսը Ռուբեն Զարդարյանի համար դպրոցի մեջ ուսուցչությունն է։ Դպրոց մգա, որը մեջ ինքը ուսուցիչ է, հայոց լեզու, քրագանություն, հայոց պատմություն գտասավանդ է, շարատրություն գրել գուզա աշակերտներուն եւ նաեւ Գարո Հովանեսյանն քրած է, որ այդ շարատրությունները իբրև նմուշ բադին վրա գքրե ծայր, որպես աշակերտները գիտնան թե շարատրությունը ինչպես կարելի է զավալել, ինչպես կարելի է մուտք ունենալ, հետո մարմին ունենալ, վերջը նաեւ եզրակացություն ունենալ այդ շարատրության մեջ։ Ասիկա գսորվեսնի եւ բադին վրա ծայր գքրե, ադիկա։ Նամակները ինչպես կգրվեին։ Հիմա հարաբերության եղանակը հետաքային պիտի տասավորվի, պիտի կարգադրվի, որովհետև Ամերիկան շատ հեռու է, ուրեմն հասցե պիտի դրվի Ալեքսանդրիա, Եգիպտոս։ Ինչու Եգիպտոս, որովհետև Մերձավոր Արևելքի շրջաններու մեջ Լիբանան, Սուրիա, Գիլիգիա, նաև ուրեմն ուրիշ շրջաններ Եգիպտոսի վրայով հարաբերությունը հարաբերաբար ավելի թյուրին էր։ Հիմա այնտեղ անգլիական իշխանությունն ալ գոյություն ուներ, խարն թուրքո-անգլիական իշխանություն էր, հարաբերությունները ավելի կորզնական էին այնտեղ են։ Ուրեմն այդ նամակները ուրեմն պիտի երթան Ալեքսանդրիային հետո պիտի բանի մեջ պիտի փոխանցվին Ժնև։ Բայց նամակները Կախտի մելանով կորզված նամակ, կրված նամակներ են։ Այսինքն, նախ ամեղ նամակ մգլլա, կորզի մասին, աշխատանք պիտնենք, այդ աշխատանքը այդպես է, այսպես է, չեմ գիտեր ինչ է վայլն, կամ ընտանեկան ինչ-որ հարաբերություններու մասին, բանի մեջ, մայրդ բանի մեջ քեզ կսպասե, բանի մեջ ուր մնացիրություն, աչքը բանի մնաց, ջամփում մնաց, ասենք ամեղ ընտանեկան ուրեմն քրությունը այդ քրության հետ միջանցներու մեջ դողերու միջև քախտի մերանով փուն նամակը կա մա ասալ հարցերեն մեկն է սկիզբը գարցնեմ որ ինչպես պիտի պատրաստենք ինչպես պիտի ստանանք այդ մելանը ի վերջո ցեվը գտնեն եւ այդ մելանը կստանան մելանը ստանալը չի բավեր նաեւ հետո եկած պատասխանները Փանալու յալ մելանը պետք է լավ, որտեղ եկած պատասխաններն նույն ցևի են, նույն ցևով կրված են։ Ուրեմն կփածվին ադոնք։ Փածվել են յետ նույնիսկ դակավին ըսկուշություններ կան, որովհետև բոլոր դեղանունները եւ բոլոր անհատներու, կորձիչներու կամ պատասխանատուներու անունները կրված են շիֆրով, թիվերով։ Ուրեմն
Եվ այնտեղ ուրեմն փանալին երկի առաջին երկու դողերն են դուր ցերկդ եղբայր ժամ է շարժելու ժամ առաջ ոտքի կանգնելու դուր եղբայր դն մեկ է ուն երկու է ռն երեք է եւ այսպես շարունակապար ուրեմն ամբողջ ուրեմն այփուփենը կգազմեն եւ այդ այփուփենով այդ բաներով քիրերուն վրա քրելով մեկի այդ նամակները այդ ուրեմն անվերը կփանան եւ կգիտնան ինչոց է որ շրջանի մասին կխոսվի որ անձերու մասին կխոսվի ասիկա բարդացիր եղանակ էր որովհետեւ երբեմն գրնարփած բադայել որ այդ նամակները փանալու միջոց գտներ պետությունը եթե փանալու միջոց գտներ առնվազն վայրերու մասին եւ անձերու մասին դերեկություն պետք չէ որ կարողանար ունենալ այս անգամ երկրորդ պետք է փանալի ունենալ որովհետեւ ադոնգալ բանը մեծ ցերկ սկել Քաչալերանքը Ժնևեն ամբես կլա որ անդադար բանը մեջ իրմե գբանչեն որ հոդվածներ կրե այսինքն չփավարարվի նամակներով այլ նաև շրջանի գացության մասին ժողովրդի մասին դեղակրության մասին նամակ կրե հիմա պետք է ասել որ դաշնակցության արխիվները լեցուն են Հայաստանի զանազան շրջաններու մասին աշխարհագրական մարդապանական ամեն տեսակի դեղեցություններով չափազանց հարուստ են այսինքն եթե օրի մեկը պիտի այդ շրջաններու ուրեմն հարցերը պիտի քննարկե մարդապանական որևէ քննարկում պիտի կատարե այդ նամակները այդ կորձերը ուրեմն այդ դեղեկագիրները շատ թանկագին աղբյուրներ են որովհետև անոնց մեջ գրեթե ամեն բան կա հասցեները բնականաբար քաղաքնի հասցեներ են սկիզբը խարփերթի մեջ գա անգլիո փոխհյուբադոսը անգլիո փոխհյուբադոսը ուրեմն հանցնգարն է ինքը այդ նամակները ստանալ եւ այդ նամակներուն վրա եթե նշան մգա հadouk այդ նշանալ PC նշանն է PC պետք է քրված լա ուրեմն ադիգա կնշանակե որ ադիգա ուրիշ հասցե ունի այդ հասցեին բան մեջ կփոխանցե բայց մեկ անգամ բադահեր է որ բանի մեջ սխալմամբ փոխանակ PC գրելու PS գրածեն այդ PS գրերեն բանի մեջ փոխուբադոսը գասկազեր է որ ասիգա ինչ կրնալալ եւ բներ թափեր այդ նամակներ այսինքն այրեր է բայց միայն նամակալ չէ որովհետեւ առաջին բանջները մեկն է եւ առաջին բանջներու մեջ նաեւ ծրագիր բանջած են դեղեցություններ բանջած են գնիկ բանջած են նույնիսկ հիմա գկրեմ որ արդյոք գնիկն ալ այրեցավ ինչ եղավ ծրագիրը չունեցանք հաջեցեք նորեն գրգել այս անգամ նոր հասցեը քյուրիմը մեջ ինչ որ անցիմը բանն է ուրեմն հասցեն բիդիլա հետո նաև երկար բարակ կփաստադրեն որ ադիգա ինչպես պետք է բանի մեջ փաթաթել գտնեք բանի մեջ ուրեմն ջերմակ թուղթի վրա հետո բանի մեջ բահարանի մեջ գտնեք որ քիչ ուժեղ լա որովհետև ջամփան գրնա բادرվիլ գրնա փասվիլ եւ բանի մեջ գրնա գասկազներ արտնցնել պետք է որ լավ բախբանված լա բայց նաև շատ ուշադիր եղեք շատ բան մի տնեք մեջը որովհետև եթե ծանրը լա այդ ծանրալ գասկած կարտնցնե որ բեդությունը գասկածի բաներ է ծանր նամակներ է այդ բարակային նաև խնդիր գրնալալ երկու անգամով գրգեցեք վնաս չունի գես թողլա հետո մենք այստեղ գմիացնենք այս տեսակ մանրամասներով գվխտան այս նամակները ուրեմն նամակ նաև բանի մեջ հասցե փոխելու խնդիր կա ուրիշ անգամը շատ ավելի ուշ այս անգամ նամակը գկրավվի նամակը գփռնվի այդ փռնված նամակը որ ուղված է բանին Սալմանին բանին ներողություն Ասլանին որտեղ Ռուբեն Զարդարյանի անունը Ասլան է դասկանունը Ասլան է Ասլան ով գրնալալ այդ Ասլանը խարփերթի մեջ
որքան Ասլան անունով մարդ կա, եւ որքան Ասլանյան անունով բանի մեջ մարդ կա, բոլորին դուները խոզարգություններ գնեն, գծերփակալեն, գծեցեն եւ այլն, խեչ մարդիկը բանը փամբագի անդեղիակ բոլորովին, բայց գարույցին որևէ բան չի պատահիր, որովհետեւ բանի մեջ փուն Ասլանը դպրոցի մեջ ուսուցիչ բարոն Ռուփեն լավ Ռուփեն Զարդարյանը ուրեմն այնքան իր գործունեությունը պիտի ցավալե եւ այնքան գերեւի վստահություն պիտի ստեղծե, որ վերջո կնշանակվի Լեռնավայրի գետրոնական պատասխանատու մարմնի անդամ։ Հիմա այս պատասխանատու մարմին կոչվածները գետրոնական կոմիտեի անդամանք ունեին, բայց Դաշնակցության գետրոնական կոմիտեներեն ոմանք պատասխանատու գետրոնական կոմիտեներ էին, այսինքն երկու բյուրոներուն կողքին հանուն հայեղափոխական Դաշնակցության գործեր կազմակերպելու եւ հայտարարություններ ունելու իրավունք ունեին, պայմանով որ ադիգաների առաջ երկու մերձակա գետրոնական կոմիտեներով հետ խորհրդակցած լայն։ Ուրեմն դիլիգյան կազմակերպելու համար ադիգա գիտենք արդեն Սիմոն Զավարյանի ղեկավարությամբ է որ ադիգա պիտի լա, ադոր մեջ Խանասորի Վարդան դալգա, այդ մարմնին ուրեմն անդամ կնշանակվի։ Լեռնավայրի գետրոնական կոմիտեը, որում գլխավոր վայրը Գիլիգյան է, բայց իրականության մեջ անդոր մեջ նաև գմտնե Սուրիան, գմտնե Լիբանանը, գմտնեն հարագից շրջանները եւ նույնպես իմիջայլոց նաև Խարփերտը գմտնե ադոնց մեջ։ Հսկայական բան մնե, ուրեմն շրջան մնե։ Այդ պատասխանատու մարմնի անդամ է ինքը 1902-ին սկսյալ 1900-ին արդեն հոկտեմբերին Ժնևի մեջ կամ Ֆրանսիայի մեջ սկսած է հրատարակվել հայեղափոխական Դաշնակցության ֆրանսերենով քարոզչական թերթը Pro-Armenian ամսաթերթ է Pro-Armenian խմբակիրը Pierre Kiyarն է եւ այն օրերու բամիջ հանրազանոթ մտավորականներ, ընդհանրապես ընկերվարական մտավորականներ այդ թերթին աշխատակցին։ Ուրեմն Զարդարյանեն գբանչեմ, որ Թրոշակին գողքին նաև աշխատակցի Pro-Armeniaին։ Զարդարյան նամակ կգրե, ասելով, որ Pro-Armeniaին լավ պատրաստ եմ աշխատակցելու, բայց ադիգա ինչ լեզվով պիտի ինեմ, հայերեն պիտի գրեմ, թե պետք է ֆրանսերեն գրեմ։ Պետք է ասել, որ բարձրակույն գրթություն չունի Ռուփեն Զարդարյանը։ Մեր հասկացողությամբ երկրորդական վարժարանը ավարտած է միայն։ Հիմա չեն գալ գիտեր, թե ինչ կպատասխանեն, թե ինչ լեզվով այդ հոդվածները գրած է։ Շատ հավանաբար հայերեն գրած է, հետո դեղուն վրա այնտեղ թարգմանած են եւ այդ թարգմանությունները բազմաթիվ առիթներով Pro-Armeniայի մեջ հրատարակված են։ Բանջկ հայեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովին մասնակցելու։ Երկրորդ ընդհանուր ժողովն է 1898 թվականին ժողովի մասին դեղեցություններ ունին, բայց իրենք ժողովին չեն հրավիրված։ Եվ ասիկած իրենք չափազանց կմտահոգ է։ Շրջանային ժողով պիտի գումարեն, կառաջարկեն, որ եթե կարելի է ընդհանուր ժողովի թվականը քիչ մհետացկվի, մինչև բանի մեջ օգոստոս բանի մեջ ցկվի, որբեսի իրենք ադորամար պատրաստ լան, որովհետև մայիս ամսուն արդեն շրջանային ժողով պիտի ունենան, եւ իրենց կթելացվի, որ այդ շրջանային ժողովին հրավիրեն նաեւ այն թաբի կոմիտեն։ Այն թաբի կոմիտեն ալ մաս կազմե ավար ավերի շրջանին։ Ուրեմն այնտեղ են ասի արդեն որ դիքնագերտ եւ այլն զանազան դեղեր կգազմագերբեն նամակները մեկու մեջ շատ մեծ քովասան կա Մալաթիո մասին Մալաթիա երիտասարդությունը շատ խանդավառ է կորզելու պատրաստական դրամատիր այնպես որ Ռուփեն Զարդարյանը այդ բոլորի մասին գդրեգակրե գքրե եւ գսա դեղ բանը մեջ շատ մեծ կարելույթներ կան, շատ լավ կարելույթներ կան։
Գարելույթները մեկն առան է, որ քանի որ իրենց հիմնական գործերը մեկը ոչ միայն քարոզչությունն է, այլ նաև երդասարտները պատրաստել է եւ նաև զենք ունենալ, զինամթերք ունենալ, հիմնական խնդիրը ադիգա է, այդ զենք եւ զինամթերքը բանի մեջ ունենալու համար կգտնեմ, որ Մալաթիա զինակորց մգա, որ որոշ քումարի մտիմաց պատրաստ է, որքան ուզենք մարդին դիպի բաներ ուրեմն մեզի հրացաններ ապահովել։ Այդ հրացանները ապահովելու հնարավորություն կա, միայն տրամ գուզե, այդ տրամը պետք է ջարել, բայց զայրերու խնդիր կա, ադուր պամպուշները ինչպես պիտի ապահովենք։ Հիմա ասալ մտահոգությունները մեկն է, եւ ադուր ամարալ ջամփաներ կփնտրեն, որ ջամփով պիտի կա, ուրգե Իզմիրեն, Սամսոնեն եւ այլն բանի մեջ սև ձողու ուրեմն ափերեն պետք է որ ինչ որ ապրանք ստեղծվի, այդ ապրանքը բաներով չորեբաներու միջոցով փոխադրվի, այնինչ վայրեն հետո բանի մեջ ուրիշները պիտի ստանցնեն, ամբողջ ցանցն է, որ բանի մեջ քախնի բանի մեջ գաշխատի այդ բոլորը ապահովելու համար։ Նամակներ ալգան, որոնք դժվար փաստված են։ 1902 թվականի մարտ 14-ին եւ մայիս 14-ին երկու նամակներ չեն բացվիր բավարար ցավով, կամ եթե կբացվին, մելանը այնպես եղած է, որ երևի թույլեր եւ այդ թույլ մելանը բանի մեջ հնարավորություն չի դար բանի մեջ այդ նամակները գարտալու։ Ուրեմն այս մասին գտեղեկակրեն եւ նաեւ բանի մեջ կխնդրեմ, որ իրենց ուրեմն այդ նամակները կրկնվին։ Հիմա եդակրական բան մնալ ուրեմն դեղ մտեսա Շաբին Քարայիսար Ջանգյուլյան անունով հնչակյան կորզիչը եկել աշխատելու։ Բայց այն կապի մեջ բաները չեն գիտեր, որ այդ Ջանգյուլյանը ով է, ինչ է, նամակ կգրեն Ժնև հարցնելու համար, որ այս Ջանգյուլյանը կջանշտակ, արդյոք թաշնակցական է, որովհետև մոտեցած է բանի մեջ մերիններուն եւ նաեւ անոնցալ բանի մեջ քիչմը այդպես համոզված երևին իրենց դուր դված են որ բանի մեջ աստեղ կարևոր լավ կորզիչ ունենք լավ ըստ երևույթին պատասխան կստանանք պատասխանը չենք գիտեր որովհետև մեր կորզը բարձրապես Զարթարյանի նամակներուն մասին է պատասխաններու մասին չէ որ Ջանգյուլյանը ոչ հնչակյան կորզիչ է հիմա հրաժարելով Մելիքեն Հովանես Յուսուֆյանեն, քանի որ ադիգա դրամատելի չէ, այս անգամ կմտածեն Հայկ Թիրյակյանի մասին, որոնց ազգանունը Սեբո է, Սեբոհը կպահանջեն։ Սեբո այդ օրերուն ըստ երևույթին Ալեքսանդրիա կգտնվի, Սեբոհը ուրեմն Հայկ Թիրյակյանը Բանկոթոմանի հերոսներեն մեկն է, Բանկոթոմանի դողոցու մեկն է եւ թաշնակցական կորզիչ է։ Թեև Հայկ Թիրյակյանն ալ պիտի չկարողանալ հասնել։ Գրգին չվերձանված նամակ 1902 բանի մեջ օգոստոս 30-ին եւ վերջիվերջու նաեւ Թրոշակ բանի մեջ հոդված Թրոշակին 1903-ին Խարպերտի մեջ ուրեմն գսպաննվի Խարպերտի գետրոնական վարժարանի դնորեն Հակոբ Սիմոնյանը Շատ հավանաբար թաշնակցական է, մեր կոդիչները մեկն է, Ռուբեն Զարթարյան այդ թվրոցի մեջ ուսուցիչ է։ Իրեն համար արդեն դեղ ճշտած են, որ իբրև կորզիչ պետք է երթա այն թափ։ Եվ այն թափի մեջ կարգադրություններ ընելու ուրեմն պատրաստակամություն կա, որովհետև եթե պիտի երթա այնտեղ, նորեն ծածկույթ կորսում գուզե, ուրեմն պետք է դեղը բան պետք է լա, ուսուցիչ պետք է լա, բան պետք է լա, Այդ սպասումի մեջ եւ որ գտնվին Հակոբ Սիմոնյանը կսպաննվի։ Հակոբ Սիմոնյանի սպանությունը բավական աղմուկ գահանե, կասկանձեր գլան որ ադիգա տաշնակցականները գնան ռազլալ, բայց ինքը կփասադրե եւ բանով ուրեմն կխնդրե որ նաեւ մամուլով եւ այլն բանի մեջ ստակտարնա որ անձնական խնդիր մնե բարձաբես վեճի եւ այն հետ կապված հարց մնե որուն համար Հակոբ Սիմոնյանը սպանված է Ուրեմն Հակոբ Սիմոնյանի սպանությունն են յետ
ինք կդառնա դնորեն այդ դպրոցին։ Բայց այդ նորենությունը երկար պիտի չկարողանա անել, որովհետև արդեն 1903 թվականի մայիսին լայնածավալ ցերպակալություններ տեղի կունենան Խարպերտի մեջ, շուրջ 35 հոգի կցերպակալվի, անոնց մեջ նաև ինքը Ռուբեն Զարդարյանը։ Շուրջ 1 տարի փանդարգված պիտի մնա։ Թադաստան եւ այլն քիչերաչ փաստման խոսքի մեջ նաև այդ թադավարության մասին նաև դեղեցություններ եղան, որովհետև թադախազը ուրեմն գահայդարարի, որ մենք նամակներ կդանք քանի մեջ իր դունեն, թուղթեր կդանք, այդ թուղթերու ամեն մեկ բառը վտանգավոր է։ Լավ, այդ թուղթերու ամեն մեկ բառը վտանգավոր է, այդ թուղթերը հայերեն են եւ թադախազը կամ մյուս քննիչները հայերեն կարդալ չեն գիտեր։ Ինչ են գիտсан, որ անոնք քանի մեջ ուրեմն գրնան վտանգավոր լալ եւ այդպես է որ Նադրիբեյ անունով լիբանանցի փաստաբանը գաչողի բանի մեջ փաստել որ այս մարդը քրող է, փիլիսոփա է, ինչ կապ ունի այդ բոլորին հետ միասին եւ վերջի ուրեմն 69 ամիս բանի մեջ փանկ մնալ են իդ ազատ կարձակվի։ Հիմա ազատ արձակվել են իդ նաեւ նամակներու շարքը գնա, որովհետեւ արդեն վտանգված է ինչ որ չափով, ինք կմնաց որ այնտեղ չգնալ մնալ, այնտեղ են կփոխադրվի Իզմիր, հետո Իզմիրեն պիտի երթա Մանիսա, Մանիսային պիտի երթա Բուլղարիա, այնտեղ թերթ պիտի հրադարագի, սա արդեն ուրիշ պատմություն է եւ մեր քիրքին հետ կապ չունի, որովհետեւ նամակները այստեղ գտածին։ Հիմա իբրև վերջապան ինչ պիտի հանենք այս բոլորեն մտայեցի։ Ինչու համար այսպես թեփքերեն ավելի քան 125 տարի առաջ որ բադած թեփքերու մասին քիրքեր գրադարագվին նամակներ լույս աշխարհուքան պատմական ոչ մեկ երևույթ այնքան խեղաթյուրված է որքան տաշնակցության պատմությունը երկար ժամանակ այդ պատմությունը հիմնված էր հիշողությամբ վկայագոչված նվյալներու վրա հուշերը սակայն ընթերցանության համար հաջելի լալով ընթերց վավերական պատմություն չեն վավերական պատմությունը պետք է հիմնված լա առարգայական նվյալներու վրա վավերական աղբյուրներու վրա այդ աղբյուրները գոյություն ունին անոնք խնամքով բախված են տաշնակցության հարուստ արխիվներու մեջ որոնք լույս աշխարհ փերելը գբանչե միջոցներ եւ նաեւ անխոնջ աշխատանք որովհետեւ բոլորն ալպանի մեջ այնպիսի վիճակի մեջ են որ անոնք գարտալու բանի մեջ մեծ ջիկ կբանչե Երման Փաբուկյանը հիմա ցերակիները այնքան գճանչնա որ բանի մեջ եթե նամակ մտեսնե գիտնա որ ասիկա բանի մեջ Վալանտյանն է գրած Քրիստոֆորը թե Ռոստոմը ցերակիներն հայտնի է բայց ասորամար երկար փորձառություն պետք է այդ նամակներում հետ ուրեմն երկար ժամանակ պետք է որ մոդեռնություն մարդ հասցնելա որովհետեւ կարողանա այդ բոլորը փանալ Նյութեր հայ հեղափոխական տաշնակցության պատմության համար 13 մեծածավալ հադորներուն պատրաստության ադեն գանտիբինք նյութերու որոնք հադորներու մեջ չեն մտներ սակայն լույս կսփրեն շատ մի իրողություններու վրա եւ կսրբակրեն գամա թե ագամա գերցիկներով բարուրված թեփքերու մասին սվածները անոնք ընդհանուր առմամբ նամակներ են ընդհանրապես քաղաքնակիր թիվերով կամ քաղաքնի մերանով կրված տաշնակցական մարմիններու եւ կորձիչներու զավալուն հարաբերությունները գգայանային նամակագրության միջոցով Պաշտոնական դերեկագրեն դուրս նամակները կփոխանցեն դերեկություններ, մանրամասնություններ, որոնք կփոխադրեն շատ անձանոթ մնացած մանրամասնություններ եւ կբացահայտեն կորձիչներու մոդեցման եղանակը հաջողանոց նաեւ փարոյական նկարակիրը, նաեւ տաշնակցության նկարակիրը։ Օրինակ մտածել լալու համար իբրև եզրակացություն Արդակրեն Քրիստոֆոր Միքայելյանի ցերկով գրված նամակեն փոքր հատվածը հրադարակված գրգին այս քիրքի մեջ
Իշայգանության համար ուրեմն նամակի մի յետև թրված է, որտեղ անդադար նամակներ գրած են բանջելով, որոնց ի վերջո Քրիստոփորը պատասխանած է եւ ուրեմն նամակներու խմբակիրը անի մեջ գսե որ գիշտ է ստորակցություն չկա, բայց ցերակրեն բանի մեջ ըստուկ երբով կարելի է ուրեմն գիտնալ որ սա Քրիստոփորի գրածն է։ Ինչ կսե Քրիստոփոր։ Քրիստոփոր Միքայելյան զանազան բաներու գարքին հետևյալը գտելաթրե կամ հետևյալները գտելաթրե։ Դեղական դարի մեջ հեղափոխական գրվող ուժեր պատրաստել, սպառացնել եւ զավալել այդ ուժերը։ Երկրորդ, ժողովրդի պաշտպանության դուրս գալ հարգավոր թեփքերուն անմիջապես համախմբվելով։ Համապատասխանեցավ վտանգ ամիջաններով համախմբվելու միջոց պետք է լա, ցանց պետք է լա, որպես գիտնանք եւ շուտով համախմբվենք եւ կարողանանք հաղթարցել։ Երրորդ, ուլնի, որ զեյթունն է, զեյթունն է, բանջման միջոցին մոտակա շրջան է, ուրեմն, գիլիգյո պատասխանատու մարմնի մաս կգազմե, եւ այնտեղ կարևոր կորզնեություն կա, ուրեմն, ուլնիի բանջման միջոցին օգնության հասնել կամ այնտեղ պատասխանատու մարմնի հանձնարարությամբ իրենց դեղին վրա այս կամ այն թերը ստանցնել։ Չորրորդ եւ ամենեն կարևորն է ասիկա, այնպիսի ասպատակություններով, որոնք չեն ագասում դաշնակցության սկզբունքներին եւ ընդհանուր ժողովի վճիրներին, ասպատակություն, որ դաշնակցության վճիրներուն պետք չէ հագասե։ Ընդհանուր ժողովի որոշումներուն պետք չէ հագասե։ Հիմա ասպատակություն ասելով խորքի մեջ կորձողություն կա հասկնա, աշխատանք, ինչ որ նախաձեռնություն։ Նյութական միջոցներ ցերկ բերել խմբի, եթե կարելի է դեղական մարմինների համար։ Հիմա այստեղ բռնի հանքանակության է բանը։ Հիշեցումը։ Բռնի հանքանակություն բանի մեջ դաշնակցությունը գազմագերբեց եւ այդ բռնի հանքանակության գազմագերբության ժամանակ նաեւ ստիպված եղավ մեկ-երկու զոհեր բանի մեջ խլել հարուստները, որոնց մասին ասնամակները մեկում մեջ կա, բայց որ հաջորդ ընդհանուր ժողովը խիստ կերպով արգելեց։ Ուրեմն ադիգա գիշեսնե Քրիստոփորը անցյալի ասպատակություններով սահմանափակումը դրամատրում է խուսափել ամեն տեսակի ըստոր միջոցներից։ Ի նկատի ունենալով, որ հեղափոխականը պիտի կործե միշտ ասպետական բարձր զգացմունքներով ոգևորված։ Կարևոր ասե։ Հեղափոխականը պիտի կործե միշտ ասպետական բարձր զգացմունքներով ոգևորված։ Հետևաբար ասպատակությունները կարող են ուղղված լինել միայն կառավարության, թուրք կառավարության մասին է խոսքը, կամ հայտնի հարստահարիչների դեմ եւ երբեք զայրույթ կամ ճշգրտություն չզարթեցնեն հայ ժողովրդի, հայ հասարակության մեջ։ Ահա այն պատկամը բոլոր ժամանակի կորզիչներուն համար։